Միջազգային լրատվամիջոցները գրում են, Թրամփը որոշել է 30 երկրից, այդ թվում Հայաստանից հետ կանչել իր դեսպաններին։ Ինչ ազդեցություն սա կունենա Հայաստանի համար։ Միգուցե ներքին առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ կառավարական առաջին շենքում նստած պաշտոնյաների որոշումների, քայլերի եւ այլի վրա, բայց տարածաշրջանային առումով մենք այստեղ ունենք ռուսերեն մի բառ կա «смотрящий». Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն է Թուրքիայում, Թոմ Բարակը։ Քանի կա Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը ով էլ լինի, երկրորդական դերում է լինելու։ Նորություն չէ, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները կոորդինացնում է Բարակը, քանի որ Թուրքիան է տարածաշրջանում ԱՄՆ թիվ 1 գործընկերը, ընդգծում է քաղաքագետը։ Մարդ, ով կոորդինացնում է ամերիկացիների ակտիվությունը ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Սիրիայում։ Մարդ, ով մենք փաստացի իմացանք, որ մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացում, մարդ, ով ունենալով մասնակցություն այդ գործընթացում ասում էր, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների նախկին եւ ներկա ղեկավարների հետ Հական Ֆիդանի եւ Իբրագիմ Քալինի հետ բանակցություններ վարել մինչեւ 2025 թվականի օգոստոսի 7-ին ստորագրվեց այդ հայտնի Եռակողմ հռչակագիրը թրիպի վերաբերյալ։ Բենյամին Մաթևոսյանն ասում է, ամեն դեպքում նոր դեսպանի նշանակումը կհստակեցնի, թե Հայաստանում իր որ անելիքն է առաջնային համարում Միացյալ Նահանգները։ Որովհետև եթե պայմանականորեն Հայաստանում նախկին արդեն դեսպանը իրեն տանեն մեկ այլ երկիր, իսկ մեկ այլ երկրի դեսպանին, օրինակ Մոլդովայում դեսպանին բերեն Հայաստան նշանակեն, ինձ թվում է մենք արդեն պետք է համապատասխան հետևություններ անենք։ Ինչու հանկարծ Թրամփը որոշեց փոխել մոտ 30 դեսպանի։ Ըստ Պոլիտիկոյի սա Միացյալ Նահանգների նախագահի կադրային ջարդի շարունակությունն է։ Թրամփը չի վստահում Բայդենի նշանակած կադրերին։ Մեկ այլ պնդման համաձայն Թրամփն իրականում ուզում է քայքայել Ռուսաստանին մեկուսացնելու եվրոպական ճակատը, որ Ռուսաստանը չդառնա Չինաստանի լիարժեք դաշնակից եւ Միացյալ Նահանգները կարողանա կենտրոնանալ Չինաստանի դեմ պայքարի վրա։ Այդ խնդիրները ավելի շատ նույնիսկ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն է, այլ այն գլոբալիստական փոշին, որը երկար տարիներ կար, այդ փոշուց են իրենք ազատվում։ Քաղաքագետի խոսքով Թրամփի կադրային փոփոխություններին պետք չէ նայել այս կամ այն երկրի շահից է կամ այս կամ այն երկրի դեմ է տեսանկյունից։ ԱՄՆ նախագահը Միացյալ Նահանգների շահն է առաջ տանում, ազգային անվտանգության հայեցակարգն է իրականացնում։ Դա նշանակում է հետևյալը, որ պայմանականորեն եթե ամերիկացի դիվանագետը Գերմանիայում նախկինում անում էր ամեն ինչ, որպեսզի Անգելա Մերկելը կամ Օլաֆ Շոլցը կամ Ֆրիդրիխ Մերցը եւ այդ քաղաքական արիալի ներկայացուցիչները գան իշխանության, ապա հիմա լինելու է այն, ինչի մասին օրինակ խոսում էր Իլոն Մասկը, ով աջակցում էր այլընտրանք Գերմանիայի համար քաղաքական կուսակցությանը։ Եթե Թրամփի քաղաքականությունն այսօր իշխող էլիտաների դեմ է, ուրեմն մտածելու բան ունի նաև Հայաստանի Բայդենի հովանավորություն ունեցող էլիտան։ Հարցերը շատ են, բոլոր հարցերի պատասխանները միևնույնն է, տալու է միայն դեսպանների նշանակումը, ասում է Բենյամին Մաթևոսյանը։ Մենք ավելի շատ այն էլիտան ունենք հիմա Հայաստանում, որը իշխում է, որի դեմ հիմա Դոնալդ Թրամփի վարչակազմը գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր հատվածներում։ Իդեպ Միացյալ Նահանգները մեծ խնդիրներ ունի դեսպանների հարցում։ Դեմոկրատ սենատոր Ջին Շահինի խոսքով ԱՄՆ-ի դեսպաններից 80-ի պաշտոնը հիմա թափուր է։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։